Բարի գալուստ Հայաստան, հնագույն մշակույթի և հյուրընկալության երկիր։ Երևանում կայացավ մշակութային խաչմերուկներ միջազգային համաժողովը, նվիրված մշակութային ինքնաարտահայտման և խրախուսման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի 20-ամյակին։ 2005 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան դարձել է միջազգային մշակութային համագործակցության առանցքային փաստաթղթերից։ Հայաստանը հպարտությամբ է նշում, որ վերջին 2 տասնամյակների ընթացքում մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է կոնվենցիայի դրույթների կիրարկման գործին։ Մենք ներդնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են ստեղծարար արդյունաբերությունների ու մշակութային ձեռնարկատիրությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու մշակութային կյանքի ներառականության ընդգրկվածությանը։ Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ավելի քան 1 տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ու միջազգային այլ կազմակերպություններից։ Հայ ժողովրդի ծանր փորձություններով լի հազարամյակների պատմության ընթացքում մշակույթը եղել է դիմադրողականության, տոկունության և ինքնության պահպանման փրկողակ դժվարին պահերին և ոգեշնչման աղբյուր խաղաղ և կայուն ապագա կառուցելու գործում։ Այդ տեսանկյունից վերջին տարիները բացառություն չեն, երբ Հայաստանն ընդունեց շուրջ 120,000 բռնի տեղահանված հայրենակիցների, որոնց թվում էին արվեստագետներ, ուսուցիչներ, արհեստավորներ և մշակույթի գործիչներ, անհատներ, որոնց գիտելիքներն ու ստեղծագործականությունը կազմում են մեր տարածաշրջանի մշակութային հարստության անբաժանելի մասը։ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ու պատմական հիշողությունների ցանկում իր տեղն ունենալը։ Նախարարն անդրադառնում է համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի ունեցած ցուցանիշներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից ընդգրկված են 7 հայտեր, որոնցից 2-ը Երևանի ուրարտական ժառանգությունը և Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան հայտերը ընդգրկվել են 2025 թվականին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողություն գրանցամատյանում 23 թվականին ներառվել է Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն և 25 թվականին Մխիթար Գոշի գիրք դատաստանի դատաստանագիր Հայոց աշխատությունը։ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել է արդեն իսկ նախատեսված միջոցառումների ցանկով։ Նրանք միջազգային էին ու լիիրավ համապատասխանում էին անցկացման ձևաչափին։ Հայտն ընդունվել է ու կոնվենցիայի հոբելյանական 20-ամյակի մեկնարկը տրվում է հենց Հայաստանում։ Հայաստանից գրանցված է 7 մշակութային ծրագիր, որոնք անշուշտ մեզ մոտ այսպես թե այնպես իրականացվում էին, բայց իրանք միջազգային ծրագրեր էին, փառատոներ էին, հանդիպումներ էին, սիմպոզիումներ էին, որոնք հենց միտված էին մշակութային բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանը, եւ մենք մտածեցինք, որ շատ ճիշտ կլինի, որ այդ միջոցառումները անցնեն հենց կոնվենցիայի 20-ամյակի լոգոյի եւ հովանու ներքո։ Եվ իհարկե այս ամբողջ միջոցառումների առանցքն ու գլխավոր միջոցառումը մեզ համար հենց այս կոնֆերանսն էր, որովհետեւ մենք պատկերացնում ենք, որ մեզ մոտ պիտի քննարկվեն հենց մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության հարցերը յուրաքանչյուր այն երկրի կողմից, որ կժամանի Հայաստան։ Հայաստանն իր պատմական ու աշխարհագրական դիրքով մշտապես խաչմերուկ է եղել մշակութային, տնտեսական ու քաղաքական ուղիների համար։ Համաժողովի անվան ընտրությունն էլ պատահական չի եղել։ Քանի որ կոնվենցիան կոչվում է մշակութային բազմազանություն, արդեն իսկ ինքը ենթադրում է, որ իր մեջ պիտի պարունակի խաչմերուկը։ Եվ երբ որ մենք մտածում ենք, թե ինչպիսի վերնագիր ընտրենք մեր կոնֆերանսի համար, շատ ենք տատանվում, որովհետև հիմա շատ ժամանակակից է խորագրեր չդնել, այլ կոչել Երևանյան, չգիտեմ, Բրյուսելի, Թբիլիսի կամ մեկ այլ երկրի մայրաքաղաքների կամ կոնկրետ այն վայրի անունով, որտեղ որ այդ կոնֆերանսները անցկացվում։ Բայց մենք այստեղ առաջնորդվեցինք հետևյալով, որ Հայաստանը դարեր ի վեր համարվել է տարածաշրջանային խաչմերուկ։ Խաչմերուկ ոչ միայն մշակույթների համար, այլև առևտրային խաչմերուկ։ Մշակութային տարբերությունները խոչընդոտներ չեն, այլ կամուրջներ։ Հայաստանը մշակութային խաչմերուկի դերում է։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։